Ըստ ձեզ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, այստեղ մեր հարցազրույցավարները հավելյալ պարզաբանում են կարիքի դեպքում, որ մենք նկատի ունենք առհասարակ, որտեղ հարցը ինքը բավականին կարևոր հարց է, բայց ընկալելիության առումով երբեմն տարակուսանքի տեղեկ է տալիս, այսինքն ասում են ներքին, արտաքին, ինչը նկատի ունեք եւ պարզաբանում ենք, որ առհասարակ հիմա այս երկիրը ինչ որ միտեղ գնում ազդես ճիշտ է, թե ոչ, այդ դեպքում արդեն գրեթե 100% դեպքերում հասկանում եւ պատասխանում են։ Կառուցվածքը ինչպես տեսնում եք նույնն է, բայց թվային փոփոխություններ կան։ Եթե աշնանը 47.9%-ն էր կարծում, որ ոչ սխալ ուղղությամբ է գնում, հիմա 48.6-ը, բայց այստեղ աճ կա, բայց եթե նկատեք աճ կա նաև այո պատասխանի դեպքում։ Անցած աշնանը ասում էին 26.8% այո, հիմա 29.8, 3 կետով աճ կա։ Տեսա տեղի ունեցել պատասխանել դժվարացողների փոքրացման հաշվին։ Նախորդ անգամ 24.9%-ն էր դժվարացել պատասխանել, հիմա 21-ը, կոպիտ ասած, այս մարդիկ կողմնորոշվել են յա այս կողմ, յա այն կողմ, դրա համար եւ այոն եւ ոչը աճել են։ Գնահատեք հետևյալ պետությունների մասին ձեր կարծիքը, զուգահեռ նաև նայում եմ մեր անցած անգամվա արդյունքները, բայց կառուցվածքային որևէ փոփոխություն չկա։ Կարմիրը բացասականն է, այս երկրորդ մոխրագույն, հայ կարիճնվին չեզոքը, իսկ կանաչը դրականը։ Այստեղ Ֆրանսիան շարունակում է ինչպես առաջատար եղել էր, այդպես էլ մնալ, հետո Իրանը, հետո Եվրոպական միություն, հետո ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը, եթե չեմ սխալվում, հետո Ռուսաստանը։ Այստեղ ավելի կարևոր են, որ մեկից հանենք մյուսը, որպեսզի ստանանք մաքուր ոնց որ հավանելիության աստիճանը, այս դեպքում մենակ Ռուսաստանինը բացասական է, դրականը Իրանինը, Եվրոպական միությանը, Ամերիկայինը, Ֆրանսիայինը։ Այս թվերը կարող եք այսպես մոտավոր փորձել մտապահել արդյունքները, որովհետև հետո երբ որ անցնենք դաշնակցի հարցին, թե մարդիկ ում են համարում հիմնական դաշնակից, այդտեղ մի քիչ ուրիշ պատկեր ենք ունենալու, որը իհարկե բացատրելի է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի բացասականները բնականաբար, այսինքն ուղղակի տիրապետող են, թեպետ նախորդ անգամ Թուրքիայի բացասականը 92.6 էր, հիմա տեսնում եք 88 է, հիմա 95.5, անցած անգամ 98։ Սխալի այդ սահմանի շրջանակներում փոքրացումներ կան, այդպես ձևակերպեք։ Անպայման, անպայման։ Ադրբեջանին 1.3% դրական կա։ Նախորդ անգամ 0.4 էր։ Ենթադրաբար, վերադառնում ենք մեր ընկերոջ հարցին, սրանով չեն կարող դա անել, բայց այդպես ժողովրդական գծել բռնելով, հա, պիտի որ դա լինի եւ իհարկե սահմանային ակտիվ կինետիկ բռնությամբ ուղեկցվող բաների, դեպքերի գրեթե չլինել է այս ընթացքում։ Այս անգամ փորձել ենք առանձին հարցով չափել կառավարության, իշխանությունների լեգիտիմության պրոքսի փոփոխականը, հա, այսպես կոչենք, որովհետև բառեզբուն իմաստով չես կարող ասել լեգիտիմ եք համարում իշխանություններին, թե ոչ, այս կարող այսպես չստանա սոցիոլոգիապես նորմալ արդյունք։ Փոխարենը հարցրել ենք, որքանով է ձեզ համար ընդունելի կառավարության գործունեությունը, դարձյալ շեշտադրելով, որ առհասարակ։ Բացասականը 51.5%, մաքուր դրականը 31%։ Ինչու եմ շեշտում մաքուր դրականը, որովհետև մենք մեր գործընկերներից ոմանք այլ մոտեցում ունեն, որոշները համաձայն են մեր մոտեցմանը, որոշները այլ մոտեցմամբ են շարժում, խոսքը մասնավորապես միջին տարբերակ ներառել չներառելու մասին է։ Շատ հաճախ լինում է օրինակ քառաստիճան համակարգ, շատ վատ, լավ, շատ լավ։ Որպես կանոն մենք 5 աստիճանի կողմից ենք, որ արանքում այդ միջինը լինի եւ ինչպես տեսնում եք կա գրեթե բոլոր հարցերում, որը գնահատելուն է վերաբերվում, միջինը ունենք։ Փորձով եթե կիսվեմ, որ արդեն որակական դիտարկումներ են, նաև մեր սիրելի հարցազրույցավարների տրամադրած տվյալների հիման վրա, հայաստանյան սոցիալ-մշակութային կոնտեքստում որպես կանոն չեզոքը ավելի շատ դեպի դրական է, քան բացասական։ Մերոնք, երբ որ ուզում են բացասական բան ասել, ուղղակի ասում են։ Երբ որ ասում են թե տենց միջին 5 դիր, հիմնականում իրենք բացասական բան չունեն։
Բայց բնականաբար սա ձեզ ասում եմ ուղղակի որակական դիտարկումներ, այնպես չի մի հատ էլ առանձին հետազոտություն սրա մասին ենք արել, թե դուք 5 ասելով ինչ նկատի ունեք, բայց ընդհանուր մեր հարցազրույցարների դիտարկումները, ես էլ արդեն երկրորդ անգամ դրա մասին եմ խոսում, այնպես որ առանձին ձեզ համար, եթե նշումներ, հաշվարկներ ուզում եք անել, երբեմն կարող եք օրինակ առանձնացնել բացասական եւ ոչ բացասական, դրականն ու չեզոքը գումարելով իրար, այդ դեպքում օրինակ այս հարցի դեպքում կստանանք շատ մոտ պատկեր 51.5 ընդդեմ 48.5 մոտավորապես։ Ներողություն, իսկ անցած տարի ինչքան էր։ Անցած տարի չի եղել հարց։ Չի եղել։ Հավանական համարում եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև